կարևոր է շատ։ Երևի թե արդեն կամաց անցնենք մյուս փուլին։ Այո, մենք հիմա մաքրենք այս մասկան արտավազդի դեմ։ Սա հանգստացնող դիմակ է, որը մի քանի րոպե մնաց։ Հիշեցնենք հարգելի հեռուստադիտողներ, որ ամեն բան այս պարագայում արվում է մի փոքր արագացված եթերի սահմաններում լինելու նպատակով։ Այն ամենը, ինչ արվում է իրական ժամանակում, բնականաբար դոկտոր Աշխենի ուրեմն կենտրոնում ամեն բան արվում է իր հստակ ժամանակաչափով, այստեղ մի փոքր արագացված տարբերակ է եթերի համար։ Հետո այնտեղ նստած չես հատուկ ենք հարմարանք կա։ Հիմա մաքրում ենք, հա, այդ դիմակը։ Այո, այս դիմակը մենք հիմա կմաքրենք։ Արտավազդի դեմքին հաղորդման սկզբում դոկտոր Աշխենը դրեց դիմակ, որը պիտի նպաստի հետագա գործողություններին։ Հետո ինչ է արվելու։ Դուք կդրվի երկրորդ դիմակը, որը որ ճարպակեղծերի ֆունկցիան ինակտիվացնող ինչ էլ անուշ է բուրում եւ բավականին էլի մաշկը հանգստացնող, որը կուալիների մեջ օրինակում վիտամին B, Սա նույնպես հանգստացնող։ Այո, մաշկը հանգստացնող ճարպակեղծերի ֆունկցիան կարգավորող, սակոտիները նեղացնող, ազդեցություն է թող։ Քիչ գլինայի է նման։ Ինքը կուալին է, հա, գլինա, բայց արտաքնապես նման է, բայց գլինայի հետ ինքը այդպես որպեսզի կուալին է պարունակում վիտամին A, B եւ C։ Հասկանում եմ հիմա կանանց։ Որ ժամերով։ Այն հարցին եկանք, հարգելի հեռուստադիտողներ, որ Արտավազդն ասում է, դե առավոտյան չես հասցնում մի բան նախաճաշել, ասում դե Արտավազդ ջան, դու մի մոռացիր, որ ես շպարվում եմ, դու չես շպարվում։ Մինչև շպարվելը գործողություններ կան, հիմա հասկացա՞ր։ Հա, հասկացա, հիմա հասկանում եմ։ Դոկտոր Աշխեն, մինչ դիմակն եք դնում, ես էլ օգտվեմ իմ աթոռից մի քանի հարցեր ես տամ։ Իհարկե։ Ինչ ինձ անձամբ հետաքրքրում։ Քանի փուլով, օրինակ երեկոյան երբ դիմահարդարումը արդեն հանվում է դեմքից, դիմահարդարումից հետո քսվում է տոնիկ, որը բալանսի բերի մաշկը, այնուհետև քսվում է հացը, շատ լավ տեսք ունես։ Մեր օրերի զոռոն է։ Ես չի տեսել։ Երեխաներին հեռացնել էկրանների մոտից։ Չէ, դա իհարկե կատակ։ Տոնիկից հետո քսվում է սիրում, սնուցող սկզբից սիրում, հետո աչքերի շուրջ կրեմը, հետո այլ կրեմ, Արտավազդ հասկանում ես, չէ՞, քանի փուլ ենք մենք անցնում, երեկոյան եւ առավոտյան։ Արդյոք այս փուլերը իսկապես անհրաժեշտ փուլեր են, որպեսզի մենք ունենանք թարմ եւ նաեւ ինչու՞ չէ տարիքին համապատասխան։ Իհարկե անհրաժեշտ փուլեր են, որովհետեւ այ մաշկը պետք է միշտ խնամել, մաշկը պետք է սիրել, որովհետեւ ինքը միշտ շնորհակալ է ձեզ այն ամենի համար, որ դուք անում եք։ Միշտ եւ դուք այդ փուլերը շատ ճիշտ նշեցիք, Էմմա ջան, եւ դա պետք է նաեւ առավոտյան անել։ Այսինքն լվացվեցիք, հետո քսեք ձեր խոնավեցնողը, ամբրանը անպայման քշեք արևապաշտպան։ Եթե տոնային քսուկներ պարունակում ու իրենք ունեն իրեն մեջ արևապաշտպան SPF, մի օգտագործեք, որովհետեւ դա կրկնակին ագրոսկայ լինի։ Իսկ եթե չունեն, անպայման քսեք SPF, այսինքն եթե տոնային քսուկ չեք քսում, այդ ամենը լվացվեցիք, ձեր խոնավեցնողը քսեցիք, որովհետեւ առավոտյան պետք չի քսել սնուցող, առավոտյան պետք է քսել խոնավեցնող մեն։ Խոնավեցնող կրեմը քսեցիք, անպայման հետո օգտագործեք ձեր SPF-ը, որովհետեւ մանավանդ այստեղ արևին, այո, արևը շատ վատ է ազդում, մենք գիտենք ինչպիսի արդյունքներ է թողնում մաշկի վրա, ծերացում է գնում, այո, ճարպազրկում է մաշկը, ջրազրկում է մաշկը, որը եւ հետագայում բերում է կնճիռների առաջացմանը, ոչ վաղաժամ տարիքին, ոչ համապատասխան։ Շատ լավ, մեզ հուշում եմ, որ եւս մեկ կարճատև գովազդով պիտի ընդհատվենք, հարգելի հեռուստադիտողներ, գովազդի ընթացքում ես կարծում եմ այդ րոպեներն արդեն կանցնեն ինեպաստ Արտավազդի դիմակի, կվերադառնանք արդեն հաջորդ պրոցեդուրային կանցնենք, այս պահին կարճատև գովազդային դադար, մնացեք մեզ հետ։ Հարցանք հարգելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ ողջունում ենք ձեզ եւ իհարկե այս պահին դոկտոր Աշխենը եւ իհարկե Զորո Արտավազդը արդեն իսկ այս փուլում դոկտոր Աշխեն Բայց հիշացրու ինչ է կատարում, դու կարող հենց նոր մարդիկ միացան ու չեն հասկանում ինչի է։ Ասենք որ այսօր եթերում դոկտոր Աշխենը Արտավազդին հանգստացնող, մաշկը թարմացնող դիմակ է դրել դեմքին, դնում, բայց այդ process-ին հասնելը մինչ բնականաբար սկզբից մաքրեցինք դեմքը, հետո հանգստացնող այլ բան դրեցինք, հիմա այս սպիտակն էլ գովազդի ընթացքում ժամանակը արդեն արել է իրենը, երևի թե մաքրելու ժամանակն է, այո, դոկտոր Աշխեն։ Հիմա մենք պետք է Սիրելի կանայք, վերջապես ինձ էլ ուրեմն բախտ վիճակվեց գոնե նորմալ փորձություն իրականացնել իմ վրա։ Սա լավագույնն է, որ ես կարող եի ակնկալել այսօր։
Ահա, հիմա մաքրելու ենք դեմքը արտավազդի եւ վերջնական փուլում է, հա, արդեն դակտը։ Այո, եւ խոնավեցնենք ու վերջ։ Այո, խոնավացնենք եւ վերջ այս։ Դոկտոր, այսպեսի մի հարց։ Իսկ կանայք, ովքեր ամեն օր ինձ նման շպար են դեմքին, արդյոք տոնային քսուկի տակից իսկապես անհրաժեշտ է այն սպիտակ, ինչպես են ասում, primer են դրան ասում, անհրաժեշտ է դա դիմահարդարումը դնելու համար, որպեսզի ծակոտիները չլցվի տոնային դա նայած ըստ ցանկության ցանկալի է, բայց այնպես էլ չի, որ եթե դա չեն անում, պարտադիր ծակոտիները պետքա լցվեն։ Կարող է եւ չլցվեն։ Կարող է եւ չլցվեն, այսինքն դա էլի մաշկի տեսակից է կախված։ Գիտեք, ամեն մարդ արդեն ինքն է գիտակցում իր մաշկի համար, անում է լավ է, ինչն է վատ։ Այո, ես միշտ ասում եմ, անգամ ինձ դուք գիտեք կոնկրետ ինչ-որ բաներ չեք նշանակում, ասում եմ, որովհետեւ դուք ինքներդ պետք է փորձեք ու տեսնեք, ես կարող եմ խորհուրդ տալ, բայց դուք ինքներդ պետք է փորձեք, որովհետեւ այն ինչ որ մեկի մաշկի համար լավ է, մյուսին կարող է միանշանակ չլինի։ Միանշանակ շուկայում օրինակ շատ հայտնի բրենդեր կան, որոնք աննախադեպ գների են, ու ես շատ ոգևորված մի օր ասացի, չէ, դե մենք էլ ենք հասարակ մահկանացու ենք, մեկ անգամ ենք ապրում, պիտի սկսենք փորձել դրանից։ Եվ ես ինքս էլ եմ նման փորձ ունեցել։ Իմ մաշկի վրա, ես որ երբեք ակնիներ, չգիտեմ, բորբոքված վիճակ դեմքի վրա չեմ ունեցել, այդ նյութերն օգտագործելուց հետո արդյունքը մեղմ ասած հուսադրող չէր ու ես հասկացա, որ դա իմը չէ, իսկապես այդ մոտեցումը շատ ճիշտ է։ Անպայման եւ միշտ չէ, որ թանկը դա ձեր մաշկի համար լավ է։ Դա հաստատ։ Ես տեսնում եմ այդ թանկարժեք նյութից ձեր սեղանին հիմա։ Միշտ չէ, որ թանկը լավ է, հիմա։ Դա հաստատ։ Չէ, իմանամ պրոֆեսիոնալ խնամքը դա լրիվ ուրիշ է։ Բայց տնային խնամքներ, եթե դու պետք է անես, դա ասում տարբեր կոսմետոլոգիական միջոցներ կան եւ դու ինքդ ցանկացած մարդ պետք է ինքը փորձի հասկանա իր մաշկի համար։ Շատ հանգիստ եմ։ 10 տարով ջայլացա։ Իսկականից նես թարմացա։ Չանք է։ Հիմա հասկացա ոցին ու նման։ Հա։ Իսկ մենք չունենք գործընկեր մեր սրահ, որ ես փորձարկեն ինձ։ Լավն է, չէ՞ մեր աշխատանքը։ Շատ։ Ես ինչու նշեցի, որ այդ լավ նյութից տեսնում, ես շատ Աշխեն իդեպ սա արտավազդի դեպքում եք հիմա կիրառում, թե ձեզ բոլոր պացիենտների դեպքում կիրառվում է։ Ես բոլոր պացիենտների դեպքում կիրառում եմ։ Բրավո։ Ես նույնիսկ կարող եմ նշել, քանի որ ես եղել եմ Աշխենի մոտ, շատ ավելի շատ այլ հումքեր ու նյութեր ու պրոցեդուրաներ են իրականացվում, քան այս պահին իրականացվեց, որովհետև այնտեղ հարմարանքը եւ ստեղծված իրավիճակը շատ ավելի թույլ է տալիս լայն բաներ անել։ Աշխեն մի հատ սարք կար, որ կապույտ գույնի լույս էր վառվում ու դնում էիք մարդկանց։ Հա, դա տարբեր լույսային երկարություն ունեցող սարք է, որը մաշկի հետասարդացման համար ակնեների դեպքում հա պրոցեդուրայից հետո մի 10-15 րոպե միացնում ենք, որպեսզի հա արդյունք ավելի լավ լինի։ Մի բան էլ հարցնեմ, էլի։ Գործընկեր ունեմ, ես չգիտեմ, որ դու սենց սիրուն սիմպաթիչնի երիտասարդ ես։ Ոնց թե, չէ, ծերացել էինք արդեն։ Մի այսպիսի հարց, այդ դեմքը մաքրելուց, հա, երբ որ լինում են ակնեներ, եւ ակնեները մաքրելուց շատ հաճախ մարդիկ ընկնում են այսպես ստրեսային իրավիճակի մեջ։ Բժիշկը պետք է լինի նաև հոգեբան այս դեպքում եւ կարողանա մարդուն ճիշտ խորհուրդ տալ, որովհետեւ ես հիշում եմ իմ դեմքը մաքրելուց, ես մի պահ շունչս այնքան երկար էի պահել անկեղծ, որովհետեւ ես կենտրոնացած սպասում էի, համ ցավն էր, համ սպասում էի թե երբ հա վերջացնելու, ասես շունչս պահել էի, Աշխեն ասեց շնչի, հանգիստ, չի, որովհետեւ սկսեց բանը, այդ հոգեբանական մոտեցումն էլ է, չէ՞, անհրաժեշտ է դեպքում։ Իհարկե, դեռ տղամարդկանց մոտ այդքան չէ, բայց կանանց վրա մաշկի, եթե ինչ-որ խնդիրներ են ունենում, շատ իրենք միշտ ծանր հոգեբանական չափից դուրս ավելի ստրեսներ են տանում, որ վայ գիտեք, դու մաշկից խանգարում եք կյանքում, բայց դու պետք է նախ բացատրես, որ չլուծվող խնդիր չկա մաշկի, չկա, ցանկացած անգամ ամենաբարդ խնդիրը դա լուծելու հնարավոր խնդիր է, այո։ Ճիշտ բժիշկների դեպքում, ճիշտ մոտեցման դեպքում իհարկե պետք է համբերությամբ զինվել, բայց այդ խնդիրը բնականաբար կլուծվի եւ պետք չի, չգիտեմ, կյանքի որակի վրա ես չեմ գտնում, որ ճիշտ է, որ դա պետք է ազդի։
Այո, որովհետև կա այդ այո, դա չի կարելի, իհարկե ես նաև հասկանում եմ կանանց այս ժամանակաշրջանում այդ Instagram-յան նկարները, ֆիլտրներ եւ այլն բոլորը ուզում են ինչ-որ թարմուլատեսք ունենալ եւ այդ ֆիլտրներից զուտ լրիվ հակառակ պատկերն ես տեսնում, ես միշտ ասում եմ, ես մոտ եկող աղջիկներին հիմնականում ասում, այդ ինչ որ դուք տեսնում եք, չէ, բացի որ այն ինչ որ դուք տեսնում եք դա այն չի եւ ոչ մի տիպի մաշկ չի կարող այդպես ինչ որ հարթ շատ տարօրինակ հարթություն ունենա, այնպես որ պետք է ամեն ինչին մի փոքր ուղեղով ու հանգիստ մոտենալ։ Այո, ֆիլտրների միջոցով մենք կարող ենք զբաղվել ինքնախապեյությամբ եւ մենք մեզ հույս տանք, որ ամեն բան լավ է, բայց իմանալու համար թե ինչ վիճակում է գտնվում ձեր մաշկը, ավելի խնամված լինելու, ավելի երիտասարդ լինելու, գրավականներից մեկը այցելել լավագույն մասնագետին, իսկ մենք խորհուրդ ենք տալիս միանշանակ Աշխեն Դանիելյանին, դոկտոր, ում մոտ ես անձամբ 2 անգամ եւ հիմա պիտի արդեն երրորդ անգամ այցելեմ եւ իրականացնում ենք մենք շատ լուրջ կարևոր աշխատանք, որը ինձ համար ու իմ մաշկի համար շատ անհրաժեշտ է ու կարևոր է, վստահ եմ դուք էլ որոշակի կարիքներ կունենաք եւ այդ կարիքների համար կարող եք դիմել մեր շատ սիրելի հյուրին 12-307 Ventura Boulevard Studio City, շատ հանգիստ վայր, շատ հանգիստ տեղ, կա այնտեղ նաեւ Valley parking-ի հնարավորություն, կա նաեւ սովորական parking-ի հնարավորություն, որը ճիշտ եթե կգտնեք հաստատ տեղ եւ իհարկե միջավայրն էլ հրաշալի է, Աշխեն Դանիելյանն էլ իր սենյակում, կաբինետում ունի միայն ու միայն բարձր որակի հումքեր, նյութեր եւ սարքավորումներ, որոնց միջոցով արդեն 12 եւ ավելի տարիներ դոկտորը իրականացնում է աշխատանքներ ու ունի մեծ վստահություն շատ ու շատ մարդկանց կողմից։ Այս պահին ընդհատվենք կարճատև գովազդով եւ հետո կվերադառնանք, կշարունակենք մեր զրույցը մեր այսօրվա հյուրի հետ, մնացեք մեզ հետ։ Մեր ունենք հաշված մի քանի րոպեներ եթերում լինելու, այսօր Նուրփաթ է, հուլիս 23-ն արդեն եւ այս պահին եւս մեկ անգամ ողջունեմ մեր գեղեցկադեմ ու բանիմաց դոկտոր Աշխեն Դանիելյանին, եւս մեկ անգամ ողջույն։ Եվ երիտասարդացած շատ երիտասարդ Արտավազդ Դամիրանին, այո, դարար մանուկ, դեռահաս Իսկապես դեմքը շատ հարված է։ Իրականում մենք մանուկ էինք մի ժամանակ աղբերներով, բայց հիմա արդեն լիարժեք մանուկ ենք։ Դոկտոր, այսպեսի մի հարց, որքան ժամանակ է նախ, որ գտնվում եք արդեն այստեղ Լոս Անջելեսում։ 3 տարի։ 3 տարի։ Դրանից առաջ Հայաստանում ունեիք շատ ու շատ հաճախորդներ, հիմա ինչ են անում այդ հաճախորդները։ Դե մինչև հիմա զանգահարում են ինձ, այո, խորհուրդներ ենք, դե իհարկե ես այնտեղ ունեի շատ լավ կոլեգաներ, հա, որոնք որ նույնպես ես արդեն իրենց մինչև իմ գալը արդեն ուղեգրել է իրենց մոտ, բայց դա կապ չունի, մինչև հիմա զանգում են, կապը պահում են, ցանկացած պրոցեդուրայից առաջ ու մոտ գնանք, ինչ անենք, ախր ոնց մեզ թողեցիք, բայց ասեմ ավելի, որ շատերը այստեղ են։ Ահա, ու գտնում են։ Այո, սուրպրիզ էր իմ համար, այդպես ասած, եկել, ոյ մենք էլ ենք այստեղ, ոնց ենք ուրախացել, որ եկել եք, արդեն զանգահարում են գալիս են, ահա։ Շատ լավ է։ Հրաշալի է։ Իդեպ ասեմ, որ Studio City-ում ամենակենտրոնական հատվածներից մեկում է գտնվում Աշխեն Դանիելյանի կենտրոնը, որտեղ արդեն կարող եք այցելել եւ իհարկե այդ հրաշք վայրում շատ հանգստացնող, լավ տրամադրությամբ իհարկե խնամել ձեր մաշկը, ինչը շատ անհրաժեշտ ու շատ կարեւոր է։ Հիմնականում հայերն են դիմում, թե կան նաեւ օտար ազգիներ կա։ Չէ, օտար ազգիներ, բայց համեմատաբար քիչ են, քան հայերը բնականաբար, որովհետև մեկը մյուսին ասելով, հայկական դիասպորան այստեղ շատ մեծ է, որ մեկ մյուսին ասելով, կան արտասահմանցիներ, բայց քիչ են, ավելի շատ հայեր են։ Հայեր են, ահա։ Եվ նաև ուզում եմ խոսել արժեքների մասին, որովհետև շատ տարբեր են, կարող ես այնպես 5 տեղ 5-ն էլ այնպիսի տարբեր թվեր ասեն, որ չկարողանաս հասկանալ։ Ինչից է կախված նախ արժեքը, չեմ ուզում նշենք արժեքը, բայց ինչից է կախված արժեքը։ Իմ կարծիքով կախված է քո օգտագործվող նյութերի որակից, որովհետև արտադրության դու չես կարող լավ որակի նյութ օգտագործել եւ դնել ինչ որ այդ որակին, հա, ոչ մատչելի, համապատասխան գներ, հա, որովհետև
ցանկացած գին առաջի կոնկրետ ինձ համար, հայ ես այստեղ չգիտեմ շուկան, այսինքն ոչ թե չգիտեմ, ինչքան որ ուսումնասիրել եմ, շատ տարբեր են։ Գները չեն համապատասխանում սովորաբար այն ինչ որ իրենք օգտագործում են, ու շատ ինդիվիդուալ է։ Ես չեմ հասկանում, այդ իրենք ինչպես են այդ ընտրությունն անում, բայց այդտեղ հիմա ես կոնկրետ խոսում եմ իմ մասին, իմ դեպքում։ Իհարկե գները համապատասխանում են այն նյութերին, որոնցով որ դու այն ինչ որ դու օգտագործում ես։ Բայց ես կարծում եմ ներողություն արտավազդ, ուղղակի ինքս որպես կին նայելով ու հասկանալով բավականին բարձրորակ նյութեր են օգտագործվում, այսինքն համաշխարհային անուններ, բայց արդյոք ես չեմ կարծում, որ այնպիսի աստղաբաշխական գներ են սպասարկման դեպքում, դա էլ մանրամասնենք, հա, որովհետեւ չէ, իհարկե, այդպիսի աստղաբաշխական գներն են շատ ավելի ցածր, հասանելի են, միջին կարգի բոլորին այն գներից, որոնք որ տվյալ շուկայում կան։ Այսինքն շատ լավ էր որ ասեցինք, այդտեղ դե այո, որովհետեւ չվախեցնենք հեռուստադիտողներին, չմտածեն, որ իրենցից այսպես միջին դասի մարդը չի կարող գնալ օգտվել, չէ, բոլորը կարող են համապատասխան թե Երևանում, թե այստեղ ես միշտ ասել եմ ու այդ իմ սկզբունքին համապատասխան աշխատել եմ, որ պետք է լինի այնպիսի գնային ցուցակ, որ թե գնային Սանդղակ։ Հա, ինչ-որ սանդղակ, որ բոլորը կարողանան օգտվել, այսինքն ոչ թե լավ ու վատ ապրող, այլ բոլորը այն մարդիկ, ովքեր ունեն խնդիր, գան ու իրենց խնդիրը լուծեն։ Դա շատ կարևոր է։ Բայց նորից եմ նշում, շատ լավ նյութեր են հարգելի հեռուստադիտողներ։ Ինձ ճանաչողները, եթե ասում լավ, ուրեմն գիտեն։ Մի բան որ ասում է։ Եվ այսպիսի մի հարց եւս ստերեոտիպ կա այստեղ Միացյալ Նահանգներում, որ Հայաստանից եկած մասնագետը բժիշկը կամ որևէ մասնագետ, հա, շատ ավելի բարձր որակի մոտեցում է ցուցաբերում եւ շատ ավելի դե ստերեոտիպը այդպեսին է ամենայն դեպս ասում են երկիչը Հայաստանից գալիս է, ես մեր բնակավարում ասեմ, երկիչը Հայաստանից գալիս է այլ մոտեցում է, քան երկիչը ապրում է արդեն այստեղ երկար տարիներ, հա, մոտեցումը եւ վճարը եւ որակը լրիվ տարբեր է։ Ինչով է դա պայմանավորված, ասեք Հայաստանում շատ ավելի խորացված է այս ամեն ինչը։ Ուղղակի իմ կարծիքով Հայաստանում ավելի զարգացած չէ, իհարկե ոչ մեկին, որևէ մեկին մենք չենք ուզում նեղացնել, ուղղակի Հայաստանում ավելի իմ կարծիքով կոսմետոլոգիան զարգացած է, քան այստեղ, եւ մի քիչ ավելի շատ են կանայք եւ աղջիկներ իրենց խնամում։ Այնտեղ շատ է այդ խնամքին, արտաքինին, հետո միգուցե եւ ասենք փոքր է պետությունը բոլորը իրար նայելով գնում են, հետո դե այստեղ տարբեր ազգեր կան, այստեղ այնպես չի որ մի ազգի մասին ենք խոսում։ Իհարկե Հայաստանում մի փոքր ավելի զարգացած է կոսմետոլոգիան, դա իմ սուբյեկտիվ, օբյեկտիվ կարծիքն է, հա, ինչքան որ այս ընթացքում փորձել ես շփվել, տեսնել ովքեր ինչ են անում, ոնց են Հայաստանում ավելի իմ կարծիքով զարգացած է։ Միգուցե կլինեն մարդիկ, որ համաձայն չեն լինի։ Այնքանով գուցե համաձայն չլինեն ու ես կարող եմ եւ նաեւ նրանց հետ համաձայնեմ, այստեղ միջին տարիքի կինը շատ ավելի երիտասարդ ու խնամված է երևում, քան օրինակ մենք Հայաստանում, հա, օրինակ նույն մեր մայրիկների օրինակով վերցնենք, հա, բնականաբար նրանք խնամված են, մաքուր կոկիկ, բայց տարիքային առումով երբ նայում ես դեմքի հարդարումը, այն թեկուզ միջամտությունները, այստեղ երևի ավելի շատ են դիմում դրան, այո, միջամտությունները այստեղ ավելի շատ են անում, քան Հայաստանում, դա բնականաբար։ Բայց ես մի բան պիտի ասեմ, որ այո, ինձ համար Հայաստանում սովորած, Հայաստանում կրթված, Հայաստանում դիպլոմ ստացած մասնագետը ինձ համար ավելի վստահելի է։ Այս իմ տեսակետն է։ Sorry about that։ Պես կասին ամերիկացիք, բայց ես այդպես եմ կարծում, ամեն դեպքում բոլորը յուրաքանչյուրն էլ իր մասնագիտության մեջ որակով է, բարձրակարգ է բան, բայց հիմա ես կարծում եմ ավելի շատ նորություն չի, որ Հայաստանում բժշկությունը ամենաբարձր մակարդակի վրա է գտնվում։ Այո, բայց Ամերիկան էլ չի զիջում։ Ամերիկան չի զիջում, ես ամենևին, չէ, ես դրա մասին չեմ։ Մարդու վերաբերմունքից ու կրթվածությունից է, ինչքան ճիշտ են մարդ մոտենում հարցին։ Այստեղ էլ կան լավ մասնագետներ։ Անշուշտ իհարկե կան, մարդիկ գալիս են այստեղ վերապատրաստման, դա բնականաբար անհերքելի փաստ է, ուղղակի ինձ թվում է մարդու մոտեցումից է։ Մոտեցումից է կախված, դա էլ է շատ ինդիվիդուալ։ Շատ ինդիվիդուալ է։ Դա էլ կրթության հետ չունի։ Այո, այո։ Մարդու մոտեցումը։ Շատ լավ, շնորհակալություն Խոսեցինք ամեն ինչի մասին։ Այո, ամեն ինչից մի քիչ։
երիտասարդացանք, շնորհակալություն Աշխեն, որ այսօր մեր հյուրն էիք։ Հուսամ իսկապես մեր հանդիպումները այսպես պարբերաբար լինելու են եւ մեր հեռուստադիտողներին ավելի մոտ կպահենք այն բոլոր գաղտնիքներին, որոնք մնում են իհարկե դոկտորների այսպես աշխատասենյակի ներսում, մենք փորձենք բարձրաձայնել դրանք եթերում։ Շնորհակալություն, որ այսօր առավոտը կիսեցիք մեզ հետ։ Շնորհակալություն։ Լավ հանգստյան օրեր բոլորիդ, սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա համար կարծես թե պատրաստել ենք այսքանը, կհանդիպենք արդեն երկուշաբթի օրը, մնացեք ARTN հեռուստաընկերության հետ, ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Հաստատ։ Լավ եղեք, ցտեսություն։